Սահմանը ժամանակավորապես բացվեց 10 օր բաց կմնա, մարդասիրական բեռներ են ուղարկվում։ Ինչ կարող եք ասել առհասարակ սահմանի բացման վերաբերյալ, այսինքն դուք ինչ եք կարծում, Թուրքիան առանց նախապայմանների պատրաստ է սահմանը բացել։ Թուրքիան առանց նախապայմանների չի բացի։ Այնքան պայմաններ դնան, հետև մեզ լրատվամիջոցներին, տելևիզոր տարբեր ալիքներ, ամեն մեկը մի բան ասան, այսօր հայ ժողովուրդն անորոշ վիճակի է, հասարակ ռամիկ մարդը չի կողմ, տարիներ առաջ ես որպես կայացած մարդ էի համարում ձի, գիտեի հստակ որ կուսնը, այսօր չգիտես ինչ է կատարվում, աղջիկ ջան, այսօր չեմ կարասի, մեր պետությունը գիտի, վերջը բոլորներ մտածում են այս տարածքի հողը ջրի մասին, մեր հողը ուրիշ գույն ունի, շատ ազգեր են, տարերի խորքից եկած աշտր է այս տարածքին, բայց պահել ենք, մեր հողը ջուրը պահել ենք, մեր հայրենասիրությունը, մեր չեմ կարող ասել աղջիկ ջան։ Պետությունը հողի արժեքը գիտի, իսկ իշխանությունը ձեր կարծիքով գիտի հողի արժեքը։ Աղջիկ ջան, ես ով եմ, որ իշխանությանը գնահատական տամ, ես գյուղացի մարդ եմ։ Դուք չեք իշխանություն վերողը, դուք ժողովուրդն եք, դուք չեք հիմնական իշխանությունը երկրում։ Չէ։ Դուք ձեր իշխանություն չեք զգում։ Չէ, ժողովուրդը ընդրմա, բայց կան բաներ, որ պետությունը վերջի էլիտա գոյություն ունի, վերնախան ինչ կանել ժողովուրդը ես մի բաներ անի, էլի մեկը գոյություն ունի էլիտա ազգի մեջ է, հարց լուծող էլիտա գոյություն ունի, ես այդ կարծիքին եմ։ Այսինքն կարծում եք ժողովուրդը այսպես ասած խաղից դուրս է։ Հա ժողովուրդը ինչ կա, Բայց դուք 3 միլիոն վարչապետներից մեկը չեք։ Չէ, ոնց կարամ ես վարչապետի ինձ դնեմ խելացի մարդու տեղ ասեմ, ես էլ եմ ուզում վարչապետ լինել։ Իսկ սահմանի բացման Ապրած ունենա, ապրած կյանք ունենա, անցած ճանապարհ ունենա, նիստուկած ունենա։ Ոնց ասում է ժողովուրդն է այստեղ իշխանությունը, դուք եք իշխանությունը։ Աղջիկ ջան, հիմա կպել է զացեպկա ես անում այդ բառից, ես որ ինչ որ բան ասեմ, ես հայ եմ։ Բոլոր Հայաստանից ցարնել տանեմ, Հայաստանից ցարնել տանեմ։ Ես ոչ մեկին չեմ ուզում կպնեմ, խոսամ, ես իմ կարծիքն ունեմ։ նայեք պապ ջան։ Ես օրինակ կողմնակից եմ, որ հայ ռուսական հարաբերությունները չխաթարվի։ Հայ-ռուսական հարաբերությունները չխաթարվի։ Այդ որ ասում են Այն որ բառները իրանք օգտագործում են անդադ, որ սաղ հետ լավ լինենք, էլի, այդ հարաբերությունները թող մնա, հին հարաբերություններ, հավասարակշռված է, բալանսավորված է այդ քաղաքականությունը, թող լինի, աղջիկ ջան, թող լինի, թե չէ մնացած հարցերում։ Օրինակ ինձ հետաքրքրում էր պապ ջան, նաև հաշվի առնելով, որ կյանքի ճանապարհ եք անցել, Թուրքիային հնարավոր կլինի վստահել, նաև Ադրբեջանի գործոնը հաշվի առնելով, որովհետև Թուրքիան ոչ միայն իրենց հետ կապված նախապայմաններ է առաջ քաշում միշտ եւ քաշել, այլ նաև Ադրբեջանի հետ կապված։ Չգիտես, մի Թուրքիայի ղեկավարությունը ինչ մտածություն ունի, ինչ ծպտված ծրագրեր ունի, հայտարարվում է մի բան, արվում է մի ուրիշ բան։ Քաղաքականությունների մեջ այդպես չկա, հայտարարվում մի բան, կատարվում է, արվում է ուրիշ բան։ Ես չեմ կարող ես հստակ բան ասեմ։ Ինչ կլինի, որ Թուրքի ոտը այստեղ դրվի։ Ինչ դին, ոչ մի բան, ինչ դինի։ Հա, այդ ոտը կա։ Կարող բառնա ցանկություն ունենանք մենք գնանք այնտեղ, բայց հարցեր կա, որ մի մեկից փոքր պետություն ենք։ Ես օրինակ տելևիզորով լսա, բացվում է, տունը բան կար, աշխարհի քաղաքական քարտեզ կար։ Ասում եմ նայեմ էլի Հայաստանից չկան մոտարապես Սիրիա, նայում եմ տեսնեմ Սիրիան ահագին մեծ տարածք, Թուրքիան մեծ տարածք, Հայաստանը փոքր տարածք ենք, Երևան, Ստեփանակերտը, այն ձևա գրած,
որ Թուրքիայի քարտեզի վրա, հո տարածքի վրա է գրված։ Ասում եմ, վաղ միսօր կարա թուրքերը հետ էլ պրետենզիա անեն։ Ասում եմ, ես ինչ եք անում։ Երևանը, Ստեփանակերտը մեր տարածքի վրա է, քարտեզի վրա։ Ճիշտ Բանին- քարտեզներ նայեք, ճիշտ քարտեզներ նայեք։ Չէ, դա ճիշտ քարտեզ է։ Ուզում եմ ասեմ, այնքան փոքր պետություն ենք, մենք մի հատ լավ թիգունք դի ունենանք, վերջը մի հատ լավ թիգունք դի ունենանք, որ գոյատևենք։ Չէ, եկեն սաննավիրը, ներծել եմ ասում առողջարարը։ Ճիշտ է։ Լավ հայրիկ է, լավ մնացեք։ Առհասարակ սահման, ոչ թե այս պահին ժամանակավորապես բացման հետ կապված եմ ուզում ձեզ հարց տալ, 10 օրով է բացվում։ Առհասարակ սահմանի բացման հետ կապված ինչ կարծիք ունեք։ Թուրքիան կհրաժարվի իր տարիներ շարունակ հնչեցրած նախապայման։ Հրաժարվի, թե չի հրաժարվի, ինչ իմանամ, արտիք ջան։ Սահմանի բացման հետ կապված ինչ կարծիք։ Չեմ, ոչ մի բան չեմ կարող ասել, դե ով է բանի տեղն է, մեր ասածը չի ասում, ոչ մի տեղ։ Մենք չենք կարող, արտիք ջան, ոչ մի բան ասենք։ Ինչ իմանանք։ Կարող է լավ լինի, կարող է դնի ինչ իմանամ, արտիք ջան, ախա չենք կարող ասենք։ Միջև բացել է, մի տարի առաջ սարքն այդքան բացել չեմ բացել իրանց կորսնա։ Դուք միշտ վերջի վարքյանն եք իմամ, երբ որ նաև բեռներ էին տեղափոխում Թուրքիա 23 թվականին, հիմա միշտ վերջի վարքյանին, այսպես տեղեկանում եք։ Էդ է։ Բայց գյուղացի իրազեկված չեք էստեղի բնակիչ։ Սեյ բնագիչ ենք։ Էսել իմ տարիքին սեյ բնագիչ է։ Ինչ իմանա, որ ինչ պետք է լինի։ Իսկ ձեր կարծիքով թուրքերին հնարավոր է վստահել։ Ես չեմ կարող ասի, ոչ մի բան աղջիկ ջան։ Ոչ մի բան չեմ կարող ասի։ Ոչ մի բան չեմ կարող ասի, չեմ էլ կարող խոսամ։ Էդա, մենք զատ չունենք։ Էդ այ, կոմունիստի տղա է, այդա գնացեք, դա հեր կոմունիստ է, երկար տարի կոմունիստ է։ Ներողություն, առհասարակ ձեր կարծիքով հայ-թուրքական սահմանը երբ կբացվի, ոչ թե այսպես ժամանակավորապես բեռներ փոխադրելու համար, այլ առհասարակ երբ կբացվի, երբ օրինակ եւ Թուրքիային վստահում եք։ Պետք է պատասխանեմ ձեր հարցերին։ Ասել ոնց պատասխանեմ, որ ճիշտ լինի։ Դուք պատասխանեք, այստեղ դուք բնակվում եք, դուք ավելի շատ եք առերես։ Ապրել ենք, ամեն բան տեսել ենք, հիմա շատ եմ անում Թուրքիային ոնց կարանք դավերանենք կամ դավերա չանենք։ Մենք փոքր ազգ ենք, մենք լսող ժողովուրդ ենք։ Ձեզ համար խնդիրներ, մարտահրավերներ չկան։ Չէ, չկա մարտահրավեր։ Սա նորմալ է։ Չէ, նկատի ունեմ բացման հետ կապված, հաշվի առնելով նաև այն նախապայմանները, որոնք պարբերաբար հնչում են, նախապայմաններից նաև այդ հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելն է։ Այդպես է ասվում տարիներ շարունակ։ Իրեք ինչ կա, դա մեր որոշելունը չի։ Ոնց կորոշեն, ոնց գտնեն ճիշտ է, այտենց էլ թողանեն, մենք ինչ անենք։ Մենք ենթակա մարդ ենք, լսող, աշխատող յուղացի ժողովուրդ ենք։ Դուք լավ կապրեք թե վատ դրանից հետո։ Մենք ոնց Կյանքում ինչ կփոխվի։ Ոչ մի բան չի փոխվի մեր կյանքում։ Մենք ոնց ապրել ենք, ձեր ապրելու ենք։ Եկան գնաց, ինչ փոխվավ մեր համար, ոչ մի բան։ Շարժ կլինի, երևի լավ կլինի։ Դուք եք այդպես կարծում, շարժ կլինի։ Մենք չենք կարծում այդպես։ Մարտահրավերներ չեք տեսնում նաև։ Քուրջան ես ես բնակիչ ես գյուղի։ Թե առհասարակ։ Դե չեմ կարող ասեմ։ Բարձ չի ոչ մի բան դեռ։ Վստահում եք թուրքերին։ Դե թուրքերին ոնց կարելի է վստահել։ Թուրքը մնում է թուրք։ Ոնց կարաս վստահես թուրքին։ Հաշվի առնելով նաև Ադրբեջանի հետ։ Ապրես։ Կամ բան կարամ ասում ես։ Հաջողություն ժողովուրդ ջան։ Մնացածը լավ է։ Հույսով ապրենք, էլի։ Չէ, հույսով ապրենք ասում եմ։